Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, եթերում Աբովյան Թայմն է եւ ես Արման Աբովյանը։ Գիտեք, մի արտահայտություն կա, սա հերթական հաղորդում, բայց իմ մոտ հստակ տպավորություն է, որ մեր ոդկասթները իրենք հերթական չեն։ Ասեմ ինչի համար, որովհետեւ հերթականությունը ենթադրում է նաեւ որոշակի թեմաների շուրջ խոսալու հաջորդականություն, իսկ մեր մոտ այնքան խայտաբղետ է քաղաքական իրավիճակը թե ներսում, թե դրսում, որ ամեն մի հաղորդումը դառնում է առանձին մի չեմ սիրում այս բառը, բայց պրոդուկտ, դե լավ։ Ինչի համար այսքան երկար, պրոդուկտից սկսեցի։ Շատ բարձ պատճառով հայկական տեղեկատվական դաշտում ըստ իս գոյություն ունի շատ քիչ իրականում վերլուծական հաղորդումների շարք առհասարակ եւ հոդվածներ։ Եվ ես չեմ թաքցնի, որ այսօրվա ոդկասթի իմ համահեղինակի կողմից ստեղծված եւս մեկ անգամ ներողություն խնդրում տեղեկատվական պրոդուկտը ըստ իս ամենավորակյալներից է։ Չեմ ուզում ոչ մեկին նեղացնել ու անուններ չեմ տալի, բացի այսօրվա իմ գործընկերոջ։ Եվ այսօր Աբովյան Թայմ ոդկասթը միասին վարելու ենք ես եւ Դավիթը Սարգսյան։ Այո, հենց այն Դավիթը Սարգսյան, ում դուք բազմաթիվ անգամ տարբեր հարթակներում տեսնում եք, իմ շատ լավ բարեկամ, իմ կողմից շատ հարգված մարդ եւ մասնագետ։ Թղթակից, միջազգայնագետ։ Ինչի համար Դավիթը։ Շատ կարեւոր է բացի քաղաքական լոկ հայացքից, նաեւ զուտ այն մարդկանց հայացքը, որոնք այս կամ այն ձևով ուղակի կապնված չեն այս կամ այն քաղաքական ուժի հետ, ամենայն հարգանքով բոլոր քաղաքական ուժերին։ Դավիթը այդ մարդկանցից է, որը որքանով ես տեղյակ եմ, ոչ մի առնչություն չունի, ոչ մի քաղաքական կուսակցության անդամ չի, բան չի։ Բարև Դավիթ ջան։ Ողջույն, հարգելի պարոն Աբովյան, շնորհակալ եմ հերթական անգամ ինձ հյուրընկալելու համար։ Անկաշկանդ զրույց անուններով ենք դիմում, ոնց կյանքում ենք դիմում, էլի։ Դավիթ ջան, Անտալիայում տեղի ունեցավ բավականին խոշոր դիվանագիտական ֆորումը, որը կազմակերպել էր Թուրքիան եւ ամենամյա ֆորումն է, որը կազմակերպում է Թուրքիան եւ այնտեղ ըստ էության իրեն հաջողում է հավաքել առանցքային պետությունների արտաքին գործերի ղեկավարներին, այսինքն ես հիմա նպատակ չունեմ ինչ-որ թուրքերին, ասենց վայ վատներ սխալ էին կազմակերպել, չէ, վատներ են, ինչ կազմակերպում է Թուրքիան, միշտ էլ վատն է, ըստ իս։ Բայց եթե խոսենք ասես չոր քաղաքական լեզվով, ապա թուրքերին հաջողվեց թուրքական տանիքի տակ հավաքել բավականին ազդեցիկ դիվանագետների, տարբեր պետությունների։ Այնտեղ էր նաև Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կորպուսը, որը գլխավորել էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Միրզոյան Արարատը։ Գիտեմ, որ համաձայն լրահոսի հանդիպումներ են եղել թե Թուրքիայի արտգործնախարարի հետ, թե Ադրբեջանի արտգործնախարարի հետ, բայց ունենալով դիվանագիտական բեքգրաունդ ես, հասկանում եմ երկու բան, առաջինը 90% տեղեկություն ինքը փակ է եւ ներսում է եւ այնտեղ դուրս չի գալի հանրային տիրույթ, եւ երկրորդը նույնիսկ եթե դուրս չի գալի հանրային տիրույթ, ակնարկներով կարող ես հասկանալ ինչ գործընթաց էր տեղի ունեցել։ Ըստ իս, ըստ էության Հայաստանին չհաջողվեց կամ Հայաստանը չկարողացավ կամ ինչ-ինչ պատճառներով չստացվեց ստանալ գոնե ինչ որ մի դրական արդյունք, կապված հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական չեմ ասի գործընթացներ հարաբերությունների վերականգնում, այդ ոչ գործընթացը, ոչ հարաբերությունների վերականգնումը, դե լավ, հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական ելևէջների ներքո։ Ըստ քեզ, գիտեմ, որ շատ ուշադիր ուսումնասիրել ես Անտալիան, ինչ էր այնտեղ կատարվել եւ ինչ հետևանքներ ունենալու։ Նախ թույլ տուր կարճ տեղեկանք տալ մեր հեռուստադիտողներին եւ ռադիոլսողներին, թե ինչ է Անտալիայի դիվանագիտական ֆորումը առհասարակ։ Այն միջազգային ձևաչափ չէ, այն կազմակերպում է Թուրքիայի արտգործնախարարությունը ամեն տարի եւ հյուրընկալում է Թուրքիայի բարեկամ, դաշնակից, գործընկեր պետությունների դիվանագիտական կորպուսների ղեկավարներին։ Հայաստանը Անտալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցում է արդեն 3-րդ անգամ։
մեկ անգամ էլ փորձեց մասնակցել 2023-ի սկզբին, այն ժամանակ Թուրքիան պատուհասել էր երկրաշարժը եւ մեզ չհրավիրեցին, բայց պատրաստակամությունը այս վարչախումբը հայտնել էր մասնակցելու։ Թուրքերից սրանք սովորեցին սեփական դիվանագիտական ֆորում անել։ Հաջորդ ամիս մայիսին լինելու է Երևանյան երկխոսություն, արդեն երկրորդ դիվանագիտական ֆորումը։ Առաջինը 24 թվականին։ Առաջինը անցած տարի տեղի ունեցավ աշնանը, եւ եթե 3 անգամ անընդմեջ Հայաստանի պատվիրակությունը ղեկավարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը, այդ պատվիրակության կազմում եղել է հատուկ բանագնաց ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, այսինքն խորհրդարանական եւ կադրային դիվանագիտության փաստացի ղեկավարներն են մասնակցել Անտալիայի դիվանագիտական ֆորումին, ապա Երևանյան երկխոսության առաջին համաժողովին Թուրքիայի արտգործնախարարությունից գոնե մեկ կցորդ ներկա չէր։ Սա, այսպես ասած, հայլային սկզբունքի մասին։ Եթե մեր որոշ հայրենակիցների թվում է, թե Թուրքիան հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ այնչափ, որքան Հայաստանի իշխանությունն է հետաքրքրված Թուրքիայի հետ, օրինակ, սահմանի բացմամբ, Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակմամբ եւ այլն, ապա այս մեկ դրվագը գալիս է ցրելու բոլոր կասկածները։ Հաջորդը. Ինչ հանդիպումներ է այնտեղ ունեցել հայկական պատվիրակությունը։ Նախ հանդիպել են Թուրքիայի եւ Հայաստանի փոխարտգործնախարարները, դա այդ ֆորումի առաջին օրն էր։ Հետո հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Միրզոյանը եւ Բայրամովը, ընդ որում հանդիպումը բնականաբար փակ է տեղի ունեցել, արդեն երկրորդ հանդիպումն է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների, որտեղի է ունենում Թուրքիայում, սա շատ կարեւոր է ֆիքսելը։ Որովհետև Թուրքիան ուղղակի չի կարող լինել հայ-ադրբեջանական կարգավորման միջնորդ, նույնիսկ տարածք տրամադրելու առումով։ Так. Այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների փաստացի բանակցություն արդեն երկրորդ անգամ 2024 թվականի հոկտեմբերին եւ 2025 թվականի ապրիլին տեղի է ունենում Թուրքիայում, նախորդը տեղի էր ունեցել Ստամբուլում, այս մեկը տեղի ունեցել Անտալիայում, գալիս է վկայելու, որ Թուրքիան իրենով փոխարինել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը եւ միանձնյա ստանձնել է հայ-ադրբեջանական հակամարտության կամ հարաբերությունների կարգավորման մանդատը, թեև այդ մանդատը չունի եւ չպետք է ունենա։ Եվ ի վերջո Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հետ հանդիպում, որով եզրափակվում է այս վարչախմբի կադրային եւ խորհրդարանական դիվանագիտության կարգառուն ներկայացուցիչների շարքը Անտալիայում, բայց Արարատ Միրզոյանը Երևան վերադառնալուց առաջ հասցնում է նաեւ մի հարցազրույց տալ Civilnet-ին, որտեղ բացահայտում է, քողազերծում է այն բոլոր կասկածելի եւ պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Անտալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում։ Արման, դու հրաշալի հիշում ես, որ առնվազն մինչև կես տարի առաջ այս վարչախումբը հնարավոր ամեն առիթով ասում էր. միջանցքային տրամաբանություն չենք հանդուրժելու, միջանցք չի լինելու։ Հայաստանը պատրաստ է իր տարածքը տրամադրել ադրբեջանական եւ թուրքական բեռնատարներին, ավտոտրանսպորտին եւ երկաթուղային հաղորդակցությանը այն պայմաններով, ինչ Իրանը։ Վստահաբար հիշում ես, մեր շատ ունկնդիրներ էլ կհիշեն դա։ Արարատ Միրզոյանը 3 Անտալիայում Civilnet-ին տված հարցազրույցում բառացիորեն ասում է հետեւյալը. Ադրբեջանի հետ նախատեսել ենք պարզեցված ընթացակարգեր, ըստ որոնց երկաթուղային հաղորդակցության դեպքում ադրբեջանական բեռները կհայտարարագրվեն Ադրբեջանում, գնացքները առանց կանգառի կհատեն Հայաստանի Հանրապետության սահմանը 2 անգամ եւ կհասնեն Նախիջևան։ Ավելի պարզ ասել, որ Հայաստանը համաձայնել է արտատարածքային միջանցքի, ուղղակի անհնար է, քանի որ ես էլ, դու էլ, մեր 100 հազարավոր հայրենակիցներ էլ Հայաստանի անձնագրով, այսինքն այն պետության անձնագրով, որի պաշտպանության ներքո մենք գտնվում ենք, երբ հատում ենք սահմանը, երբ գալիս ենք Հայաստան կամ երբ մեկնում ենք Հայաստանից, մենք սահմանային եւ մաքսային հսկողության ենք ենթարկվում։ Չկա որևէ դեպք, երբ մենք որպես Հայաստանի քաղաքացիներ չենթարկվենք այդ հսկողությանը։ Բայց պարզվում է այս վարչախումբը Ադրբեջանը եւ Ադրբեջանի քաղաքացիներին վեր է դասում մեզնից որպես Հայաստանի քաղաքացիների։ Ասում է դուք որպես Հայաստանի քաղաքացի պիտի հայտարարագրվեք, մենք պիտի իմանանք թե դուք ինչ եք փոխադրում մեր տարածքով։ Մենք պիտի ձեր անձնագրում համապատասխան նմուշառումն անենք։ Բայց ահա ադրբեջանական բեռները առնվազն երկաթուղով Հայաստանի տարածքը հատելու դեպքում չեն հայտարարագրվել։ Այստեղ հարց։ Տես Դավիթ ջան, ինչ իրավիճակ է ստեղծվում։
նախ ես միգուցե սխալվում եմ, բայց կարծես թե հայելային, իրավիճակը, այսինքն հայկական բեռները Ադրբեջանի տարածքով, տեղափոխելու դեպքում կարծես թե այդ պարզեցված համակարգի սենց ասենք ձևաչափը չկա։ Համենայն դեպս ես չեմ լսում, միգուցե սխալվում եմ։ Ես իմ մասնագիտական գործունեության բերումով վերջին տարիներին խոսել եմ տասնյակ տնտեսվարողների հետ, որոնք հետաքրքրություն ունեն ԱՊՀ տարածքում արտահանումների ոլորտում, եւ Ադրբեջանն էլ ԱՊՀ երկիր է, եւ մեր հիմնական թիրախային ուղղությունը այն է Ռուսաստանի Դաշնությունը, որտեղ երկաթուղային ճանապարհով ավելի հեշտ հնարավոր կլիներ հասնել Ադրբեջանի տարածքով, նրանցից որևէ մեկը, հարգելի Արման, չի գտնվել, որը ներկայիս հակամարտության պայմաններում պատրաստ կլիներ, թեկուզ էապես իր շուկայական ծախսերը նվազեցնելով, տրանսպորտային եւ կոմունիկացիոն այդ ճանապարհը ընտրել։ Որևէ ապահովագրող ընկերություն Հայաստանում չկա, որն իր վրա կվերցնի այդ պատասխանատվությունը։ Ադրբեջանի տարածքով հայկական բեռների տարանցման ապահովագրումը դեպի Ռուսաստան։ Ես չգիտեմ այդպիսի ապահովագրող ընկերության։ Եվ խիստ կասկածում եմ, որ Հայաստանում կարող է գտնվել մեկ այդպիսի տնտեսվարող, որը ամենօրյա լրահոսին տիրապետելով իր վրա նման հանձնառություն եւ խիզախություն կվերցնի։ Ադրբեջանից էլ նման պատրաստակամություն, ինչպես տեսնում ես, չի հնչել։ Հիմա հարց ավելի ոչ թե հարց, դե լավ, հարց։ Ես իմ կարծիքը այս բոլոր գործընթացների ներքո առավոտից երեկո նաև ձեր տաղավարում Դավիթ ջան մշտապես արտահայտել եմ, բայց ես ուզում եմ, որ այսօր մենք մի քիչ աշխատենք միասին այն կարծրատիպերով, կամ այն տեսանկյունով, որը հայկական հասարակության մեջ թուրքական 5-րդ շարասյունը, ես չեմ բացառում, որ նաև դրսից, հատուկ ծառայությունները Facebook-ի միջոցով կլինի դա, Instagram-ի, TikTok-ի կապ չունի, հայկական տեղեկատվական դաշտ գցում են եւ սկսում են բավականին ակտիվ աշխատացնել միջայլոց հարգելի ռադիոլսողներ, տեղեկացնեմ ձեզ, որ նույն Facebook-ում փայլուն հայերեն իմացությամբ բավականին լայն ադրբեջանական թուրքական գործակալային ցանց է աշխատում, որը ես համոզված եմ կառավարվում է դրսից, ես պարզապես մեխանիզմը աշխատանքի, ոնց որ հասկանում եմ, էլի, տեսնում եմ ոնց են իրենք անում, ինչի համար, որովհետև շատ երկար տեղեկատվական պատերազմների, այսպես կոչված մարտիկ եմ, ինչա այսօրս։ Ինչևից է։ Հիմա ձեզ կասեն մարտիկ, այ հիմա ովքեր մեզ լսում են, որոշները, որ հա դե լավ, պարոն Սարգսյան, հիմա պարզեցված ընթացակարգ է, օրինակ է, դե լավ, ենթադրենք միջանց կա, բայց դրանից հայկական տարածքը, չի տուժում, այսինքն չի անցնում թուրքերին, Թուրքիային, դե լավ, թող հիմա իրանք շուտ անցնեն, իրանց գրուզները տանեն, կարևորը, որ լինի խաղաղություն։ Մոտավորապես այս կարգի տեքստեր, կներեք, Դավիթ ջան, ստիպված եմ ուղղակի արտաբերել, էլի։ Ես պիտի հիշեցնեմ, որ նույն տեքստերը մինչև 2023 թվական ասվում էին նաև Արցախի այն ժամանակ դեռևս հայապատկան հատվածի մասին։ Արցախում էլ է այսօր խաղաղություն, շատ խաղաղ է Ստեփանակերտ քաղաքը առանց հայերի։ Եվ բոլոր այն հատվածները, որոնք հայաթափված են հայկական աշխարհում, շատ խաղաղ են, այնտեղ որևէ կոնֆլիկտ չկա։ Բերձորի նույն ինքը Լաչինի միջանցքում որևէ կոնֆլիկտ չկա, որովհետև այդ միջանցքը չկա։ Մինչև 2022 թվականի դեկտեմբերը, այսինքն մինչև Բերձորի միջանցքի շրջափակումը ադրբեջանցի էկոտերորիստների կողմից, այս իշխանությունը շարունակաբար փորձում էր գոնե հրապարակայնորեն ջանքեր գործադրել Արցախի հայապատկան հատվածը իբր հայկական պահելու ուղղությամբ։ Այնտեղ տներ էր կառուցում հանրային հեռուստաընկերությանը ներգրավելով, բնակարանաշինության ծրագրեր էին անում եւ այլն։ Ադրբեջանից հնչում էր հետեւյալ պահանջը. Նախիջևանի հետ Ադրբեջանը կապող միջանցքը, այսինքն Զանգեզուրի միջանցքը, այս արտահայտությունը Ալիևն է բերել բանակցային դաշտ 2021 թվականի ապրիլին, իր կարգավիճակով պետք է համազոր լինի Բերձորի միջանցքին։ Ուզում եմ հիշեցնել, որ Բերձորի միջանցքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ
արտատարածքային էր, այսինքն ոչ հայերը, ոչ ադրբեջանցիները այնտեղ որևէ ուժային վերահսկողություն չէին կարող ունենալ։ Ադրբեջանցիները այնտեղ որևէ զինված վերահսկողություն չէին կարող ունենալ։ Հայկական դիվանագիտությանը մինչև 2022 թվականի դեկտեմբեր եւ ընդհանուր մինչև 23 թվականի սեպտեմբեր, երբ հայաթափվեց ու բռնազավթվեց Արցախը, նման ֆորա էր տրված, հարգելի Արման։ Մենք դա կարող էինք օգտագործել, չօգտագործեցինք, որովհետեւ ինչ էր ի վերջո Արցախը հայաբնակ տարածք էր խորհրդային Ադրբեջանից անկախացած։ Եվ երբ մենք խոսում ենք նախկին լղիմի մասին, ի վերջո Բերձորի միջանցքը այն կյանքի միակ ճանապարհն էր, որը Արցախի հայությանը 150,000 մարդու կապում էր Մայր Հայաստանի հետ։ Հիմա Ադրբեջանն ասում է, որ Նախիջևանի ինքնավար հանրապետությունը, որը գտնվում է Ադրբեջանական հանրապետության կազմում, պետք է արտատարածքային միջանցքով կապվի Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ։ Ալիևը մինչև 22 թվականի դեկտեմբեր հավասարության նշան էր դնում Զանգեզուրի եւ Լաչինի միջանցքների միջև։ Մենք դրանից չօգտվեցինք։ Ավելին, 23 թվականի սեպտեմբեր 19-20-ի մեկօրյա մարտական գործողությունների, այդ ահաբեկչական գործողության Արցախի նախ բռնազավթման, ապա հայաթափման հետևանքով ստեղծված իրադրությունից օրեր անց 23 թվականի հոկտեմբերին Ալիևն ասաց. Ադրբեջանը ամբողջապես վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Եթե դա այդպես է, ապա ինչ էր արվում ամբողջ անցած տարվա ընթացքում Տավուշի մարզում։ Ինչու էր Կիրանց գյուղը կիսվում մեջտեղից, այդ ինչ մետաղական պատ էր քաշվում։ Եթե դա այդպես է, ապա ինչ է այսօր արվում Սյունիքի մարզում։ Ինչու են այս գիշեր կրակել Սյունիքի մարզի Խնածախ գյուղի մշակույթի տան ուղղությամբ։ Եթե Ալիևը տարիուկես առաջ ընդունել է, որ իրենց տարածքային ամբողջականությունը իբր վերականգնված է, ապա Հայաստանի Հանրապետության տարածքի հետ նրանք ինչ գործ ունեն։ Որոշ տվյալներով մինչև 240 քառակուսի կիլոմետր, իսկ եթե 2020 թվականի դեկտեմբերից հաշվենք, ավելի քան 1000 քառակուսի կիլոմետր այս պահին ադրբեջանական վերահսկողության ներքո է, նույնիսկ հայկական ԽՍՀ-ի տարածքից։ Դա եւս Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում է։ Այստեղ ձեզ կպատասխանեն հետեւյալը. երկու բան կասեմ։ Ես ստիպված եմ իջացնել այսօրվա մեր զրույցը շրիշակից ցածր, անում եմ դա գիտակցաբար, անում եմ դա հասկանալով ինչ եմ անում, բայց մենք ստիպված ենք ձեզ հետ աշխատել այն նարատիվների հետ, որոնք այսօր ազգաբնակչության բավականին լուրջ զանգվածի մոտ, խոսքը քանակային զանգվածի մոտ, մասին է պատտվում է։ Ձեզ կասեն հետեւյալը. մեկը Միջանցքի պահով, կասեն հա դա միջանցքա հետո, ինչ ներողություն էլի Դավիթ ջան, հենց այս արտահայտությամբ, հա դե հիմա պոեզա թող գնա գա, կարևորը դրանով Ադրբեջանը ըստ էության չի գալու, չի զավթում Սյունիքը, սա մեկ, սա են ձեզ ասելու։ Երկրորդը ձեզ ասելու են հետեւյալը, բայց մի րոպե, այդ Տավուշ, Սյունիք, հա կամ հիմա մի քիչ ստոպ են տվել Տիգրանաշեն, որ Ադրբեջանը խոսում է ինչ անուն էր Քյարքի, հա, ադրբեջաներեն Քյարքի ինչ որ անվանում է տալի, որ մշտապես այդ թեմայի շուրջ խոսում ասում, տեսեք, դե հիմա գործընթաց չկա։ Այսինքն այն որ դուք շուխուր եք անում ժամանակին, դա շուխուրը անիմաստ էր։ Ինչի համար եմ սա բերում, որովհետև իրականում իսկ փողոցում կանգնած մեր մարդիկ ասում են, բա դու ասում ես, որ այս այդ Սյունիքով գյուղեր կլինեն, չգիտեմ, Արարատի մարզում, եւ երրորդը։ Դες կասեն հետեւյալը։ Մենք շատ թույլ եւ ծանր վիճակում ենք, մենք միայնակ ենք, մեզ բոլորը դավաճանել են։ Դրա համար մենք ստիպված ենք գնալ ցավոտ զիջումների, բայց գնում ենք ցավոտ զիջումների հանուն նրա, որ վաղը մեր երեխեքը չգնան ու չզոհվեն, այսինքն Դավիթ ջան, պատերազմ եք ուզում։ 3 մեղադրանքներին էլ պատասխանենք, թեև հանուն արդարության ինձ են ասում։ Թե ինձ էլ են ասում, բայց հանուն արդարության վերջին շրջանում դահասողների թիվը գրեթե զրոյացել է։ Այսինքն մեր հանրության բացարձակ մեծամասնության աչքերը բացվել են եւ բոլոր այն մարդիկ, որոնք ընդհանուր մինչեւ անցած տարի կարող էին նման մեղադրանքներ տեղալ հրապարակայնորեն, հիմա արդեն շատ բան տեսնում, հասկանում եւ գիտակցում են։ Ինչ վերաբերում է Սյունիքի զիջմանը։ Սյունիքի զիջումը սկսվել է 2020 թվականի դեկտեմբերի 18-ից, երբ հետո մենք իմացանք, 2021 թվականին իմացանք, որ 20 թվականի դեկտեմբերի 18-ին այն ժամանակ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով մեր զորքը մի քանի կիլոմետրով հետ է քաշվել Սյունիքի թիկունքից։
Սյունիքի զիջումը սկսվել է այն ժամանակ, երբ Ներքին Հանդ գյուղը 2022 թվականի ջերմուկյան պատերազմի օրերին եւ դրանից հետո 3 կողմից հայտնվեց շրջափակման մեջ եւ ներքին հանդեցիները չեն կարողանում գնալ իրենց մահացածների հանգստարանները, գերեզմանները, երբ խմելու ջրի աղբյուրի վրա նստած է թշնամին, երբ գյուղը դիտարկվում է, երբ ինչպես քիչ առաջ նշեցի, խնածաղ, նաեւ խոզնավար եւ տեղ խոշորացված համայնքի մյուս բնակավայրերը ամենօրյա թիրախային կրակի տակ են, որքան էլ Պաշտպանության նախարարությունը եւ փոխնախարար Արման Սարգսյանը ժամեր առաջ խորհրդարանում ասում էր, թե դրանք թիրախային կրակոցներ չեն, դեպի օդ են ուղված։ Ինչ վերաբերում է անկլավ կոչեցյալներին, անկլավների հանձնման դրույթ եղել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության սկզբնական տարբերակում։ Այն ժամանակ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հաջողել է հանել այդ դրույթը, բայց այդ դրույթը շարունակել է շրջանառվել։ Ուզում եմ հիշեցնել, որ 2021 թվականի մայիս-հունիս ամիսներին, երբ նախընտրական քարոզարշավ էր, այս վարչախմբի ղեկավարը Աչաջուր համայնքում հանրահավաքի ժամանակ ասում էր, թևերս կկտրեի, բայց նման փաստաթղթի տակ չէի ստորագրի, որը նախատեսում էր իբր անկլավների հանձնում։ Հիմա այս պահին ինչ ունի Ադրբեջանը։ Ունի միակողմանի նվաճումներ գրանցված անցած տարվա ամբողջ ընթացքում։ Գիրանց գյուղը մեջտեղից կիսված, Բերքաբեր եւ Բաղանիս գյուղերի տասնյակ հեկտար հողատարածքներ, որոնք չեն մշակվում, թշնամական խոցման տիրույթում են եւ գյուղացիները ուղակի չեն կարող դուրս գալ գյուղատնտեսական աշխատանք անել, ավելին հիմա մի քանի ամիս ժամանակ է տրված Իջևան խոշորացված համայնքի կազմում գտնվող Սոֆուլու եւ Բարխուդարլու բնակավայրերը ազատելու եւ Ադրբեջանին մինի միջանցքներ տալու համար։ Իսկ Տիգրանաշենի հարցը շարունակում է մնալ ամենակենտրոնականն ու կենսականը։ Բայց այստեղ շարունակաբար հետաձգվող վերջնաժամկետների հարց կա եւ դու իրավացիորեն նշեցիր, որը բացատրվում է մեկ պարզ հանգամանքով։ Ալիևը ոչ թե հրաժարվում է Հայաստանի ներկայացված նախապայմաններից, պահանջներից, այլ այս իշխանության գոյության սպառնալիքի դեպքում, երբ տեսնում է, որ հուժկու համաժողովրդական շարժում կա, ինչպես անցած տարի հենց այս օրերին էր գեներացվում Տավուշ անուն հայրենիքի շարժումը, ժամանակավորապես նահանջում է։ Այսօր նրա վարկանիշը պատմականորեն նվազագույն մակարդակի վրա է վերջին 7 տարում։ Թույլ տուր նաև շատ կարճ անդրադառնալ երրորդին։ Երրորդ հանգամանքը, որը դու վկայաբերեցիր, կամ արդարացումը, պատճառաբանությունը, այն է, որ մեր որդիների հաշվին նոր պատերազմ չեք ուզում։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված եւ նոյեմբերի 9-ին ավարտված պատերազմը բացառապես այս իշխանության խղճին է եւ ոչ երբեք Հայաստանի որևէ այլ իշխանության, որովհետեւ 2.5 տարվա ընթացքում այս իշխանությունը, ավելի կոնկրետ 2019 թվականի հունիսին, ներկայացվել է բանակցային մի առաջարկ, որն առ այսօր սրանք չեն հրապարակում։ Իրենք անում են փակուղային մի առաջարկ։ Նախկին 3 նախագահներին հրավիրում են բանավեճի, լավ իմանալով, որ 3 նախագահներից որևէ մեկն այդ բանավեճը չի ընդունելու։ Շատ տիպուկ էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հակադարձումը, ինքդ քեզ հետ բանավիճիր, մինչև 2020 եւ 2020-ից հետո։ Այստեղ կներես, որ ընդհատում եմ, շատ կարևոր մի հարց է Դավիթ ջան առաջ բերում, բանավեճի հարցը։ Ես իհարկե հասկանում եմ, ինչի համար չեն համաձայնվում նախագահները բանավիճել։ Բայց հասարակության մեջ կա նաև sense կարծիք, դե շատ կենցաղային եմ ասում։ Ես զգուշացրեցի, որ այսօրվա մեր զրույցը ցավոք պետք է լինի մի քիչ կենցաղային մակարդակի։ Բայց ասում են հետեւյալը, դե լավ, եթե դուք ճիշտ եք, եթե ձեր ամեն ինչ կա, եթե դուք պայմանական չեք արել այն, ինչում ձեզ մեղադրում է այս իշխանությունը, որտեղ այս իշխանությունը մեղադրում է հետեւյալը, ասում է, գիտեք ինչ կա, դուք եք պայմանական հանձն է ու գցել եք մեր գրպանը։ Խուժանավարի ասած, հա, ներողություն։ Ասում են, բա ուրեմն տակները մի բան կա, որ չեն գնում բանավիճը։ 1000 ներողություն եմ խնդրում բոլորից։ Ես չեմ կիսում այս կարծիքը, բայց այս կարծիքը ինքը հատուկ միտումնավոր մարդկանց մեջ մտցվում է։ Հիմա հարց։ Խնդրում եմ մի հատ քու տեսանկյունը ասես։ Ես կրկնեմ, ես համաձայն չեմ այդ տեսանկյունին։ Ես որպես Արցախյան բանակցային գործընթացը տարիներ շարունակ ուսումնասիրած փորձագետ մեկնաբան, ծանոթ եմ Հայաստանի բոլոր 3 նախկին նախագահների դիրքորոշումներին, որոնք եղել են հրապարակային։
Ներկայացված առաջարկները եւս եղել են հրապարակային։ Առաջին նախագահի պաշտոնակության պատճառներին էլ ենք ծանոթ եւ դրանից ավելի վաղ նրա հրապարակած պատերազմ թե խաղաղություն հոդվածին էլ շատ լավ ծանոթ ենք եւ պարզ է այդ հոդվածում ներկայացնում Տեր-Պետրոսյանը, թե ինչ է իրեն առաջարկվել այն ժամանակ։ 2001-ի Քիվեստյան տարբերակին էլ ենք ծանոթ։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս տարեսկզբին հրավիրած մամուլի ասուլիսում եւս բավականաչափ որոշակիություն մտցրեց այդ հարցի շուրջ։ Ի վերջո 2007-ի նոյեմբերին Մադրիդում կնքված 3 սկզբունքների եւ 6 հիմնարար տարերի ամբողջությունը, արդեն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք, համապարփակ ներկայացվել է 2009-ից 13 թվականներին համանախագահ երկրների նախագահների 5 համատեղ իրարահաջորդ հայտարարությունների մեջ՝ Լակվիլա, Մուսկոկա, Դովիլ, Լոս Կաբոս, Էսենկիլե։ Սրանք այն 5 համաժողովներն էին, որոնց ամփոփիչ հայտարարություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 համանախագահ երկրների նախագահները, որոնք միաժամանակ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներից 3 պետությունների ղեկավարներն են, հրապարակել են կարգավորման սկզբունքները եւ տարրերը։ Ադրբեջանը խախտել է բոլոր 3 սկզբունքներն էլ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած։ Եվ ամենակարևոր ու ամենաինտրիգային հարցը այստեղ այն է, թե այդ ինչ առաջարկ է արել համանախագահությունը կողմերին 2019 թվականին։ Եվ Ես չեմ կարող ասել, որովհետև այդ փաստաթուղթը հրապարակված չէ, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ 2020 թվականի ապրիլին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջինն էր, որ խոսեց այն մասին, որ արդեն 1 տարի է կողմերին ներկայացված է նոր առաջարկ։ Եվ այս վարչախումբը ամիսներ շարունակ հերքում էր այդ առաջարկը ներկայացված լինելու փաստ նիսկ։ Ավելին, 2018-ից սկսած ասում էին, որ չկան բանակցություններ, կան խորհրդակցություններ կողմերի հա միջև։ հիշում եմ, թե խմոն բան, հիշում եմ, որ Դուք եք հարգելի Արման այդ հարցը տալիս Նիկոլ Փաշինյանին խորհրդարանում 2020 թվականի մայիսին, դա էլ եմ հրաշալի հիշում։ Եվ սա փոխանակ Հայաստանի նախկին նախագահների եւ արտգործնախարարների հետ մշտական շփումների մեջ լիներ, հասկանալու այս հիմնախնդրի էությունը Իլհամ Ալիևի հետ էր խորհրդակցությունների մեջ եւ դա չի թաքցրել։ Դու հիշում ես, որ մի քանի անգամ երբ նրան հարցրին, նա ասաց, որ Ալիևի հետ մեր քննարկումներում մենք անդրադառնում ենք բանակցային գործընթացի պատմությանը։ Մեկ էլ հիշում եմ, որ 2019 թվականի մարտի 29-ին, երբ Վիեննայում տեղի ունեցավ միակ պաշտոնական հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, դրանից հետո սա վերադարձավ Երևան, գնաց ԵԿՄ համագումարին եւ ասաց, որ մենք դեռևս պետք է հասկանանք, թե ինչ ասել է Մադրիդյան սկզբունքներ։ Բոլորը սիրում են կրկնել 2019 թվականի օգոստոսին Ստեփանակերտի վերածննդի հրապարակում նրա ասած հայտնի խոսքը, որն իրականում իրենը չէ, այլ Լեոնիդ Ազգալդյանինը, Արցախը, Հայաստանը եւ վերջ։ Բայց բանակցային գործընթացի հիմնարար սկզբունքներից եւ տարրերից հրաժարումը տեղի էր ունեցել դրանից կես տարի առաջ, 2019-ի ապրիլին, երբ Փաշինյանը ասում է, որ Հայաստանը դեռևս պետք է հասկանա ինչ են Մադրիդյան սկզբունքները եւ ինչպես է Ադրբեջանը ընկալում այդ սկզբունքները։ Դու պատկերացնում ես, որպես միջազգայնագետ, ես կարծում եմ դու որևէ նման նախադեպ չես հիշի, որ ենթադրենք ռուս-ուկրաինական հակամարտության որևէ կողմ, ասի մենք դեռ պիտի հասկանանք, մյուս կողմը ինչպես է ընկալում կարգավորման սկզբունքները։ Իսրայելա-Պաղեստինյան հակամարտության որևէ կողմ, ասենք Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ասի մենք պետք է գտնենք մի լուծում, որը հավասարապես պիտի ընդունելի լինի նաև Պաղեստինի ժողովրդի համար։ Գազայի ժողովուրդը եւս պետք է ընդունի այդ կարգավորման տարբերակը։ Սա էր Փաշինյանի արածը մինչև 2020 թվական։ Եվ բոլոր այն մարդիկ, որոնք պատերազմով են սպառնում, պետք է մեկ պարզ ճշմարտություն իմանան։ Մեր տուն պատերազմի դժբախտությունը բերել է խաղաղության մասին ամենաշատը բարձրաձայնած իշխանությունը։ Նախկին բոլոր իշխանությունները, որոնք խոսել են պատերազմի մասին, բերել են խաղաղություն։ Բոլոր նրանք, ովքեր շարունակաբար խոսել են պատերազմին պատրաստվելու անհրաժեշտության մասին, ապահովել են համեմատաբար խաղաղ եւ անվտանգ տարիներ։ Այն իշխանությունը, որը խոսում է խաղաղության մասին, մեզ շարունակաբար բերում է նոր կորուստներ եւ նոր պատերազմներ։ Խաղաղության մասին։ Ես ավելի քան համոզված եմ, որ հաշվի առնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի
ստրատեգիկ ռազմավարական նպատակները այն ձևաչափով, որով այսօր մեզ փորձում են հրամցնել իբր խաղաղություն, հա, դա չաշխատող մոդել է եւ աշխատող է միայն մեկ տարբերակում, եթե տարածաշրջանում չլինի հայկական էթնոքաղաքական տար։ Այդ պարագայում, հա, եթե մենք չլինենք, իհարկե ոչ մեկի վրա չի կրակի, սա տրամաբանական է։ Մի անեկդոտ կա, որ պատալագանատը բժիշկը, հա, այդպես խոսում է, ասում է, գիտեք, ամենահեշտ ձևը ցավից ազատվելը եւ հիվանդությունից ազատվելը որն է, ասում է ինքնասպանություն, ասում է, վերջ, ոչ ցավ կա, ոչ բան կա։ Ասում է, հա, բայց այդ դեպքում մարդն էլ է մահանում, ասում է, այդ երկրորդական է։ Ասում է, դուք ինձ հարց եք տալի, ես պատասխանում եմ։ Իհարկե, բնավ համեմատություն չեմ հասկացնում այսօրվա գործընթացների հետ, բայց այնուամենայնիվ որքան էլ ես համեմատություն չհասկացնեմ, համեմատությունները ցավոք տեղին են։ Այսինքն մեզ ինչ է առաջարկում Ադրբեջանը Թուրքիայի հետ, առաջարկում է գնացեք ինքնասպանվեք, քաղաքական առումով, էթնիկ առումով, բոլոր առումներով, էթնոքաղաքական առումով, այդ դեպքում մենք ձեզ չենք սպանի։ Հիմա խաղաղության մասին խոսեցինք։ Կհիշես, 2-3 շաբաթ առաջ այստեղ Հայաստանում մի ահռելի ալիք բարձրացավ, որ տեսեք Ադրբեջանի հետ հայկական կողմը արդեն ի վերջո համաձայնացրեց այդ 17 կետը խաղաղության, այսօր վաղը վերջ ստորագրում ենք եւ ադրբեջանցիների հետ սիրալիր էքստազի մեջ ենք լցվում խաղաղասիրական եւ այլն, հա, ուղղակի աննորմալ իրավիճակ էր, խոսքը գնում է PR-ի մասին, բայց Ադրբեջանը կանգնեց ասաց, հոп, մի րոպե, միջև չփոխեք ձեր սահմանադրությունը, միջև չհրաժարվեք Մինսկի խմբի համանախագահությունից, ոչ մի բան էլ չեմ ստորագրելու, հələ ստորագրելուց հետո էլ մենք լիքը ուրիշ հարցեր ունենք ձեր հետ քննարկել, այսինքն դա խաղաղություն չի, հա, ինչ-որ մի բան է։ Բայց արի ու տես, ինչի sense երկար ու ես պարզապես խրոնոլոգիան եմ մեր ռադիոլսողներին հիշեցնում։ Բայց արի ու տես, որ այդ համաձայնեցված 17 կետերը առ ոչինչ են ըստիս, հա, մենք չգիտենք նույնիսկ ինչի մասին, ինչ են իրանք ընդհանրապես այնտեղ համաձայնացրել, բացի վերջին երկու կետից։ Եվ երկու նախապայմանների մասին եմ ուզում խոսամ, առանց հղում տալով այս իշխանությունների։ Չնայած հղում տալը տեղին է, բայց ես ուզում եմ մեր հարգելի ռադիոլսողները հասկանան ինչ է ուզում Ադրբեջանը։ Հասկանում ես, որովհետև մի բանը մենք ենք ուզում, չէ՞, մարդիկ հասարակ, ինչ է Ադրբեջանը տեսնում այդ գործընթացի ներքո, առաջինը։ Ինչի համար է Ադրբեջանը հետևողականորեն պնդում, որ Մինսկի խումբը պետք է ցրվի եւ բերում է նախապայման ըստ էության, եւ երկրորդը, ինչի համար է Ադրբեջանը պնդում, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը պետք է փոխվի։ Այն պարագայում, որ այո, ստեղ ես Արարատ Միրզոյանի հետ համաձայն եմ, որքան էլ տարօրինակ չէ ինչի, որ Հայաստանի սահմանադրությունում չկա պահանջ Ադրբեջանի տարածքների հանդեպ։ Խնդրեմ, սկսենք Մինսկի խմբից։ Ադրբեջանի իշխանությունը վաղուց արդեն բանակցում է Հայաստանի ապագա իշխանությունների հետ, այլ կերպ ասած Հայաստանի ընդդիմության։ Բոլոր այն նախապայմանները, որոնք դու թվարկեցիր, այս վարչախումբն ընդունել է, որքան էլ Արարատ Միրզոյանն Անտալիայում փորձի իբր հայելային պատասխան տալ Ջեյհուն Բայրամովին, նշելով, թե Ադրբեջանի սահմանադրության մեջ էլ տարածքային պահանջներ կան Հայաստանի հանդեպ։ Ադրբեջանը եւ Ալիևն անձամբ հրաշալի հասկանում են, որ այս իշխանությունը երկար չի մնալու իր աթոռներին, իսկ հաջորդ իշխանությունը որևէ մի փուլում, հատկապես եթե միջազգային կոնյունկտուրան համեմատաբար նպաստավոր լինի եւ գերտերությունները կարողանան պայմանավորվել, իսկ ձնհալը այդ ուղղությամբ է գնում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև, ապա անհրաժեշտաբար եւ անխուսափելիորեն առաջ է գալու Արցախում առնվազն հայկական տարրի ներկայության խնդիրը, թեկուզ առանց որևէ կարգավիճակի։ Եվ ՀՀԿ Մինսկի խումբը հենց այս պահին համատեղ դիմումով ցրելու պահանջի միակ իմաստն այն է, հարգելի Արման, ըստիս, որ Հայաստանի հաջորդ իշխանությունը նույնիսկ տեսական որևէ հնարավորություն չունենա այդ հարցը վերաբացելու։ Ինչպես ադրբեջանցիներն են դրա մասին ասում։ Եվ անդրադարձ ուղղակի ասում է, հատուկ բկներես, որ ընդհատեցի բանագնացը, ասում է, որ Ադրբեջանի հիմնական նպատակը ստեղծել այնպիսի իրավիճակ, որ նույնիսկ տեսականորեն հնարավոր չլինի վերադառնալ այն կարգավիճակին, որը կար։ Այս իշխանությունը մի քիչ մեղմասություն է անում, բայց մոտավորապես նույն բանն է ասում։ Նույն Արարատ Միրզոյանը ամիսներ առաջ տված իր տարեկան հաշվետու մամուլի ասուլիսում ասում էր, որ իրատեսական չէ հայերի վերադարձը Արցախ։ Ինչ են անում հիմա,
ամեն ինչով սոցիալական աջակցության ծրագրերի դադարեցումից մինչև արցախցիների նկատմամբ թույն ու թարախատելության խոսք սփռել, հարկադրում են մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների լքել Հայաստանը։ Եվ եթե երբևէ արցախցիների վերադարձի խնդիր առաջանա, այդ որ արցախցիները պիտի վերադառնան Արցախ, գերմանաբնակ, ռուսաստանաբնակ, թե ամերիկաբնակ։ Բնականաբար խոսքը Հայաստանի Հանրապետությունում ապրող կոմպակտ համայնքներով արցախցիների մասին է, ոչ թե ցրված տարբեր համայնքներում։ Այս իշխանությունը անցնող 1.5 տարում Արցախի բռնազավթմանը հաջորդած ամեն ինչ արեց, որ արցախցիների հավաքական հիշողությունը խաթարվի, որ արցախցիները իրենք իրար մեջ բաժանվեն խմբերի եւ խմբակցությունների, ինչպես իրենց խորհրդարանում է։ Ինչպես տեսնում ես, այնտեղ կա առնվազն 1, իսկ որոշ դեպքերում 2 խմբակցություն, որոնք չեն միանում ազգային ժողովի, Արցախի ազգային ժողովի մյուս խմբակցությունների հայտարարություններին, որոնք իրենց հերթին այդ հայտարարությունները պահանջում են տեր կանգնել իրավունքով իրենց պատկանողին։ Մարդիկ կրկնակի, ոմանք նույնիսկ եռակի բռնագաղթի են ենթարկվել վերջին 35 տարում։ 88 թվականին Բաքվից եւ Սումգայիթից տեղահանվել եկել են Արցախ, 92 թվին Մարաղայից են տեղահանվել կամ ցեղասպանվել, հետո գնացել նոր Մարաղագյուղ են հիմնել։ Մի հատ էլ 2020 թվին են տեղահանվել, մի հատ էլ 2023 թվականին են տեղահանվել։ 4 բռնագաղթ տարած մարդիկ այսօր 5-րդ բռնագաղթին են ենթարկվում Հայաստանի Հանրապետությունից։ Եվ սա Փաշինյանի ու Ալիևի համաձայնեցված գործողությունների հետևանքն է։ 150,000 արցախցիներից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել 7500-ը։ Բացարձակ մեծամասնությունը փախստականի թղթով է բավարարվել եւ ամեն ինչ արված է սոցիալական աջակցության ծրագրերը կրճատված կամ զրոյացված են, որ նրանք Հայաստանում տեղ չունենան։ Դու բազմաթիվ անգամ ինպես Արցախում եղել ես։ Դու հիշում ես, որ արցախցի տղամարդկանց մեծամասնության զբաղմունքը զինվորական գործն էր։ Եվ տասնյակ հազարավոր արցախցի ֆիզիկական լավ վիճակում գտնվող մարտավիճակում գտնվող տղամարդիկ կան Հայաստանում, որոնց միտումնավոր խոչընդոտում են ծառայության անցնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Ինչ պիտի անեն այդ մարդիկ սպասարկման ոլորտում, աշխատանքի անցնեն, լավագույն դեպքում որևէ պահնորդական ընկերությունում, այս մարդիկ այս գնահատանքին էին արժանի։ 35 տարի մեր բոլորի անվտանգությունը Արաքսի հովտից մինչև Օմարի լեռներ ապահոված մարդիկ այսօր պիտի տաքսի վարային Երևանի փողոցներում, կոպեկների դիմաց եւ իրենց տան վարձնել չկարողանային փակին։ Այսօրին են հասցրել սրանք։ Երկրորդը սահմանադրություն ինչի համար Ադրբեջանին կենսական նշանակություն ունի, ինչի իրենք չեն թաքցնում Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունը։ Ես հիմա կրկին չեմ անդրադառնում իշխանություններին, իրենք արդեն հայտարարել են, որ ինչ որ աշխատում են նոր սահմանադրության շուրջ, կոնցեպտներ են բերում իրական Հայաստան, չգիտեմ ինչ եւ այլն, եւ այսինքն փորձում են գեղեցիկ փաթեթավորել այդ գործընթացը, դրա մասին չեմ խոսում։ Ես ուզում եմ հասկանամ Ադրբեջանին ինչի համար է դա։ Բարի ուղղակիորեն հիշենք, թե ինչ են սրանք հայտարարել նոր սահմանադրության ընդունման մասին։ Նոր սահմանադրությունը գրող մասնագիտական խորհրդի նախագահ Համատեղության պարտարադատության նախարար Սրփուհի Գալյանը բառացիորեն ասել է հետևյալը. նոր սահմանադրությունը չպետք է հակասի Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրին։ Այսինքն համաժողովրդական քվեարկությամբ 3 անգամ ընդունված սահմանադրությունը, որի նախաբանը անփոփոխ է, եւ առաջին 2 հոդվածներն էլ անփոփոխ են, հիմա արդեն առաջին 3 հոդվածները ըստ այս իշխանության ունի ավելի ցածր իրավաբանական ուժ, արժեք եւ նշանակություն, քան մեր թշնամի պետության հետ կնքվելիք բացարձակ կապիտուլյացիոն անձնատվական պայմանագիրը, որը նույնիսկ պայմանագիր էլ չեն կոչում, այլ համաձայնագիր։ Այո, եւ այստեղ կասեն, հա, դե լավ, բայց դե խաղաղություն ա գալու մեկը, խի չեք ուզում որ այդ խաղաղություն, ներողություն, լավ, ես գիտեմ գժվցնում եմ։ Ժողովրդական լեզվով ասած, գիտեմ, ցնդաբանություն եմ ասում, բայց ախր կա այն որ ասում անտեր մնացած կարծիքը։ Արի սահմանադրության հարցը սպառենք, հա, ես դրա համար եմ ասում, շատ կարևոր է։ Սահմանադրության շուրջ Ալիևի շարունակական հիշեցումները նոր սահմանադրություն ընդունելու պարտադրանքը, որ դրված է Հայաստանի ոչ թե այս վարչախմբի վրա, եւս ուղղված է Հայաստանի ապագա իշխանությանը։ Փաշինյանը մինչև 2027 թվական չի հասցնելու եւ կամ չի կարողանալու
նոր սահմանադրություն ընդունել։ Նոր սահմանադրություն ընդունելու համար նրան անհրաժեշտ է առնվազն 650,000 կողմ ձայն։ Բազը որ բնության մեջ 650,000 կողմ ձայն թուրք-ադրբեջանական Ալիևյան սահմանադրությանը չկա։ Նույնիսկ Վահագն Հովակիմյանը իր պայծառափայլ ուղեղով եւ ճակատով որպես կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ չի կարող ապահովել թվանկարչության այդ ֆանտաստիկ ցուցանիշը։ Ջան 300,000 էլ չկա, ճիշտ է խոսանք էլի։ Հետևաբար, ինչ է մնում։ Տակը 4 հաշվարկով մնում է այն, որ Ալիևի միակողմանի եւ հուժկու պարտադրանքը Հայաստանին նոր սահմանադրություն պարտադրելու, որում իբր հղում չի լինելու անկախության հռչակագրին, այսինքն Հայաստանի երրորդ հանրապետությունը լուծարվելու է, գալիս է որպես անվերապահ նախապայման Հայաստանի ապագա իշխանության վրա։ Փաշինյանը դա չի հասցնելու եւ կամ չի կարողանալու անել, բայց Ալիևը իր այս պահանջ նախապայմանը շարունակելու է։ Եվ ինչու է Փաշինյանը շարունակաբար խոսում այն մասին, որ ինքը Արցախի հարցը փակում է վերջնականապես եւ անվերադարձ։ Հիշում ես օրեր առաջ խորհրդարանում ասաց, ես պիտի փակեմ Ղարաբաղյան շարժումը։ Նա չի կարող փակել երբևէ Ղարաբաղյան շարժումը։ Նա չի սկսել այդ շարժումը եւ նա երբեք չի կարող այդ շարժումն ավարտել։ Այնինչ ադրբեջանցիները հեգնանքով ռուսատար գրում են միացում։ Միացումը նա երբեք չի կարող ավարտել։ Ոչ սկսել է ինքը, ոչ էլ ինքը ավարտողն է։ Բայց Ալիևի այդ երկու հստակ ձևակերպված պահանջ նախապայմանները Մինսկի խմբի լուծարում եւ նոր սահմանադրության ընդունում Հայաստանի ապագա իշխանության հետ հերրակա սակարկության են նման։ Եվ ուզում եմ հիշեցնել նաեւ Ադրբեջանի նախկին արտգործնախարար հատուկ հանձնարարություններով դեսպան Թովֆիկ Զուլֆուգարովի մի միտք նա շատ ուշագրավ մտքեր է հնչեցնում, այնինչ չի ասում Բայրամովը, ասում է Զուլֆուգարովը։ Զուլֆուգարովն ասում է, որ Ադրբեջանը խաղաղություն կնքելու է ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ։ Եվ շատ կարեւոր է, որ նույնիսկ սահմանադրական դատարանի հակաօրինական որոշումից հետո, որ անցած տարվա սեպտեմբերին հրապարակվեց եւ որով խզում առաջացվեց սահմանադրության եւ անկախության հռչակագրի միջև, հայ ժողովուրդը միասնաբար գնա եւ ոչ ասի գործող սահմանադրությանն ու այո ասի նոր սահմանադրության։ Ինքնասպանության գնա։ Մենք էլ Զուլֆուգարովին, Ալիևին, մնացած բոլորին պիտի պատասխանենք։ Ձեր ծոծրակները կտեսնեք, նոր սահմանադրություն, 4-րդ հանրապետություն չեք տեսնի։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը ունի բարձրագույն իրավաբանական ուժ, նրա նորմերը գործում են անմիջականորեն եւ այն ուղղակիորեն փոխկապակցված է Հայաստանի հիմնադիր փաստաթղթի անկախության հռչակագրի հետ։ Ահա։ Ու ժամանակը շատ սրընթալից անցավ, եւս մեկ անգամ ներողություն եմ ուզում խնդրեմ քեզանից Դավիթ ջան, մեր ռադիոլսողներից, որ այսօր ավելի շատ ռետրանսլյատորի դերում էի այն մտքերի եւ այն գաղափարների, որոնք կրկնեմ եւս մեկ անգամ թուրքական եւ ադրբեջանական տեղեկատվական 5-րդ շարասյունը, որը ես համոզված եմ կառավարվում է դրսից, հա, փորձում է գցել մարդկանց մեջ, այսինքն մենք փորձեցինք այսօր միասին վախի վաճառողներին, հա, ասել, որ չի ստացվի մեր վրա մեր վախերը ծախել, չի ստացվի, պարզապես որովհետեւ այո, ես համաձայն եմ քո հետ, որ այսօր մեզ ըստ էության երկընտրանքի դեմ են կանգնացնում թուրք-ադրբեջանական տանդեմը նվազագույնը, ասում է կամ գնա ինքնասպան եղի, կամ ես քեզ կսպանեմ, ինքը աբսուրդ է, էլի, կամ ասում է դե լավ, քեզ ոչնչացնելու ձևաչափը որոշի, անեստեզիայով թե ոչ, արագ թե դանդաղ։ Ну, ըստ էության դա է։ Երբեք չի եղել, չէ՞, սենց որ ես սենց շիշակից ցածր հարցեր։ Դա շատ մտավարժանք է, շատ։ Եվ շատ օգտակար մեր քաղաքացիների տարբեր խմբերի, կրթական տարբեր ցենզ ունեցող մարդկանց հետ հաղորդակցվելու համար։ Պատկերացնես ես ինչ ուժ եմ գործադրել, իմ վրա չնայած ես ինձ չգիտեմ ինչ եմ տեն, հա, այդպես չեմ համարում։ Շատ կարևոր է յուրաքանչյուր քաղաքացուն հասանելի լեզվով բացատրել ինչա տեղի ունենում։ Յուրաքանչյուր քաղաքացու։ Եվ չընկնել ակադեմիականության գիրկը, այլ ընդհանրապես պարզ, փաստարկված իմ շարքը, որը ես շատ ուրախ եմ, որ շատ կարևոր լուսավորչական գործ անում, երկու երես անվանել եմ։ Հենց դրա համար է։ Ինչ եմ ես հիշեցնում։ Հիշեցնում եմ Փաշինյանի երկու երեսները։ Կամ մինչև 2018 կամ 18-ից հետո, կամ մինչև 2020 եւ 20-ից հետո Արցախի մասին ինչ է ասել, Հայաստանի մասին, հայոց ցեղասպանության, հայկական արծի։ Սա նույն անձն է ասել։ Տեր-Պետրոսյանին պատահական չվկայակոչեցի։ Հրաշալի է ձևակերպել։ Ասում է թող ինքը իր հետ բանավիճի։ Ինքը թող իր հետ բանավիճի։ Ու սենց ասենք, դրա պատասխանն էլ ունեն, ես էլ հնչեցնեմ։
որ ասում են, գիտեք, ինչ կային ժամանակ մի ուրիշ իրավիճակ էր, հիմա ուրիշ, մենք դրա մասին ինչի համար եմ անոնս եմ անում, էլի մեր հաջորդ հաղորդմանը։ Մեկ նախադասության պատասխանեմ այդ ասացիդ։ Այդ Ախր հաջորդ հաղորդմանը եթե դա այդպես է, ուրեմն կառավարության ծրագիր կարելի է չընդունել։ Որովհետև եթե 5 տարով կառավարության ծրագիր ես գրում, անգամ Վանգան չէր կարող կանխատեսել այն աղետների շարքը, որ երկիր մոլորակի եւ Հայաստանի վրա թափվեց։ Հետևաբար կա շատ հայտնի մի արդարացում։ Մենք ինչ իմանանք 5 տարի հետո ինչա լինելու։ Մի գրեք կառավարության ծրագիր, մի ընդունեք։ Այդքան խախտել եք սահմանադրությունը, այդ մի դրույթն էլ խախտեք։ Տրամաբանական է մտքի, հա, շղթան, մի անգամից քեզանից կորզում եմ, խոստում ենք շարունակենք այսօրվա մեր զրույցը եւ կրկին ֆորմատը կլինի հետեւելը։ Ես կլինեմ Պողոսը, հա, ամենայն հարգանքով բոլոր Պողոսներին, բայց դրա հետ մեկտեղ գոյություն ունի Պողոս, հա, գոյություն ունի Պողոսություն ամենանեգատիվ կանոտացիա, որը ընդհանրապես անունի հետ կապ չունի։ Հարգելի ռադիոլսողներ ջան, այսպես մի հետարքիր էքսպերիմենտ արեցինք այսօր։ Ինձ շատ չմեղադրեք, շատ չքննադատեք ինչի համար, որովհետև իրականում ես լուրջ եմ ասում, շատ դժվար է ինձ այս դերում լինել, բայց ես պարտավոր եմ լինել այս դերում, որովհետև միայն այս տարբերակով հնարավոր է հասնել այն փոքրաթիվ, բայց այնուամենայնիվ սիրված իմ կողմից հարգված քաղաքացիներին, որոնք մինչև այսօրս գտնվում են թուրք-ադրբեջանական ցավոք պրոպագանդայի ներքո։ Շնորհակալություն, հիշեցնեմ ձեզ այսօրվա ոդկասթի համահեղինակներ, հեղինակներ, դե լավ, ինչ եմ հեռու գնում, այսօրվա ոդկասթը Դավիթն էր։ Ես տենց կողքից ապագակագորալով տրնգի էի բարում։ Դրա համար շնորհակալություն Դավիթ ջան։ Ես եմ շնորհակալ, հարգելի Արման, նոր հանդիպումների շաբաթվա ընթացքում մենք կշարունակենք եւ կշարունակենք կրկին այն ամենա պրիմիտիվ նարատիվների շուրջ խոսալ, որոնք փորձում են մեզ դրթել դեպի ազգային եւ պետական ինքնասպանություն։ Շնորհակալություն։ Եթերում Աբովյան թայմն էր, Ժորժ ջան, էլի եմ ասում, իմ վրա շատ ջղայնանակ։ Այդտենց էլ մտածված էր։ Կհանդիպենք հաջորդ անգամ։